Կմաքրեմ գոր ասպես երթալով, մաքուր մնա։ Հակոբ Պապին կարելի է տեսնել Երևանի Արմենակյան փողոցի այս հատվածներում։ Ժամը 10-ին դուրս է գալիս, մաքրություն է անում, երթևեկությունն է կարգավորում, եթե լուսացույցը խափանված է լինում։ Մի խոսքով աշխատում է մարդկանց օգտակար լինել, որքան որ կարողանում է։ Նկարահանման առիթով փոշոտ այս գործը տոնական հագուստով է անում։ Ամեն օր ժամը 10-ին դուրս եմ գալիս։ Եվ գշարունակեմ գոր ասկորձը միջև ջաշի ժամանակ։ Հիմա աս զայգներն ան գանանչը ես կդրդեմ գոր ասպես կդզեմ գոր իրեն մկրադով, որ ասպես սիրունը լա։ Կանգառի մոտ աղբաման չկա, դույլ է դրել, որ ծխախոտի մնացորդներն ու դատարկ շշերը մարդիկ չգցեն որտեղ պատահի։ Այսպես շարում են ա շիշերը, գարձես թե ասի չի կարելի ասպես մարդ կնստի գոր աստեղ, հետո լավը չէ, օդար մեկ մարդ անցնի գնայի ասպես, լավ սիրուն չէ։ Հակոբ Պապի գործունեության վայրում գտնվող խանութներ, գեղեցկության սրահներ, ավտոլվացման կայան եւ սպասարկման այլ օբյեկտներ։ Այստեղ բոլորն են ճանաչում ու սիրում նրան, թեպետ տեսախցիկի առաջ խոսելուց խուսափում են։ Մաքրելիս ու կարգի բերելիս չի նայում մասնավոր թե հանրային տարածք է։ Եթե անհրաժեշտությունը տեսնում է, մոտենում ու իր գործն է անում։ Երբեմն մարդիկ վարձահատույց են լինում, փորձում իրենք էլ Հակոբ Պապին օգտակար լինել։ Փալուս։ Լավ ենք, պարկաստծո, ոնց են կործերը։ Անտի, շատ մերսի ամեն շատ։ Շնորհակալ։ Ամբողջ օրս սա հայատները մաքրում է, բոլորին օգնում է, ինձ վիլկա թափում է, փողոցները ավլում է, դաժե մեքենաները կանգնեցնելուց օգնում է, էջարի, առաջարի եւ այլ։ Մարաշը սա տերություն է։ Ուր կա, տենում եմ իրան։ Շատ հաճելի անձնավորություն է։ Ուրիշ ինչ ասեմ, հոպար եմ ես իրան ասում։ Հակոբ Քեորողլյանը մոտակայքում գտնվող նոր խնամքի կենտրոնում է ապրում։ 7 տարի եղավ աստեղը, ձերանոցը երեմ, 7 տարի, որ սուտ չի լինի, 6 տարի է ասկորձը կանեմ գոր։ Առաջար աշտարակ քաղաքը, մեկ տարի քաղաքաբեդարան աշխատեցա, ատեղնար քաղաքաբեդը գսեր Հակոբ, քեզ նման եթե 3 հոգի լինի, աշտարակը թրախտ կլինի։ Էլի մաքրում էի քաղաքը։ Հետո էլի տարբեր տեղերում է աշխատել, մաքրություն ապահովել։ Այնքան է մաքրել, որ մարդիկ հաճախ կատակել են, թե ասֆալտը մաշում է։ Գասեին որ Հակոբ, էսպելտը կանթեցիր, ավլել են։ Իր հետ նույն խնամքի կենտրոնում ապրողներին էլ, որոնք տեղաշարժվելու խնդիր ունեն, փորձում է օգնության հասնել։ Մեկը փամը պետք է երթամ գփերեմ, քանի որ չեն գարա դուրս ելնել։ Գամ արդիկ չեն գարա դուրս ելնել, օգնեմ որ։ Բնավորություն է մարդոց օգնելով հաջող կսկամ որ ես։ Գարձես թե բարդականությունս է։ Արդեն իր փոքրիկ սենյակում, որտեղ ամեն ինչ ըստ կարգի դասավորված է, պատմում է, թե ինչպես պատահեց, որ 2009-ին եկավ Հայաստան, իսկ հետո էլ հայտնվեց խնամքի կենտրոնում։ Սիրիա գաբրեի որ, գիտես Սիրիայի վիճակը լավ չէ։ Ասում է ծնվել է Սիրիայում, բայց լիբանանցի է։ Աշտարակում ապրելու ժամանակ հիվանդացել է։ Բժիշկն ասել է, «Էլ չես կարող աշխատել»։ Ինչ անեմ, ես եկա աստեղ, քանի որ դունի վարձ 40,000 գուդամ գոր։ Հոսանքը, չուրը, գազը, ասի, ադի, ուդելի, խմելիք, չաշխատիմն ես ոնց ինչ են է, դեսա որ ուրիշ ծև չկա, ասեցին, որ Հակոբ արի աստեղ, եկա աստեղը ու աստեղը մնացինք։ 75-ամյա Հակոբ Քեորողլյանն ընտանիք չունի, իսկ Սիրիան կարոտում է։ Լավ չէ, շատ լավ էր վիճակնից, խանութ ունի, արևդուր ունի, 3-4 սատ տուն ունեինք, շատ լավ էր վիճակնից։ Բոլոր պատրաստները լավ չէ, այս քաղաքականություն աշխատողները չգիտեմ ինչ կանեմ որ։ Գանքում քաղաքականության չխառնվեցա, ոչ ընդրեցի մեկում, ոչ Լիբանան, ոչ Սիրիա, ոչ աստեղ։ Հերու եմ, քաղաքականությունը բոլորովին հերու եմ։ Միան մարդոց օգնել հաջող կսկամ որ։ Միայն ամենաանուշ օրերին է, որ Հակոբ Պապը ստիպված է լինում համակերպվել չաշխատելու, որևէ օգտակար բան չանելու մտքին։ Շատ հիվանդ մի դլամ, որ այդպես կարիքը ուժ չկա, որաս կմնամ, բայց ամոր առողջ եմ, երթամ որ ուկամ որ չեմ գարա անկորս մնալ։ Թուրսը երթամն է գփոխվին գոր քիչ բան։ Տեսակ մարդիկ կտեսնաս, որ ուրիշ բաներ կտեսնաս, որ ես ինչ կինամ։
լավ գսկամ գոր։ Աննա Զախարյան, Հովանես Քյոսեյան, լուրեր